Բարև ձեզ, ինձ թավեսիայից թողարկմանը դիտեք։ 8 սրբազաններ Փաշինյանին ձեռքով բարևում, նրա հետ աղոթում եւ ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են ուխտը դրժելու մեջ։ Պետք է հասկանալ, ինչ շանտաժի է ենթարկել Փաշինյանը իրենց։ Հանրային ճնշման ներքո դատավորը 5 ամիս ազատությունից զրկված Լիդիա Մանթաշյանին ազատ արձակեց դատարանի դահլիճից։ Երևանում շնչելն անհնար էր դարձել օդի աղտոտվածության, իսկ մարզերում լայնամասշտաբ հրդեհների պատճառով։ Հրդեհի վայր մեկնած Դիլիջանի քաղաքապետը հայտնվել էր բոլորի ուշադրության կենտրոնում։ Դիլիջանի Արու քաղաքապետը ծխախոտը ձեռքին պայքարում է անտառային հրդեհների դեմ։ Վարչապետի հակաեկեղեցական եւ հակակաթողիկոսական արշավը նոր փուլ է թևակողում։ Փաշինյանն այս շաբաթ իր մոտ կառավարություն էր հրավիրել այն 13 հոգեվորականներին, որոնք նրա ընտանիքին պատկանող հայկական ժամանակ կայքում հրապարակված հայտարարությունում մեղադրում էին ամենայն հայոց կաթողիկոսին ուխտը դրժելու մեջ, քանի որ ըստ նրանց Գարեգին II փորձում է կոծկել Արշակ Սրբազանի իրենց գնահատմամբ պիղծ արարքը եւ դրանով դառնում է սրբապղծության հովանավոր։ Դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին, եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին միանալու աշխարհասփյուր հայության սրբության սրբոց Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը սրբապիղծ հոգեվորականից եւ նրա մեղքը կիսողներից մաքրելու կենսական անհրաժեշտության գործին խստագույնս դատապարտելով Գարեգին II կաթողիկոսի թյուր ընթացքը։ Այս հայտարարության ներքո 13 արքեպիսկոպոսի եւ եպիսկոպոսի անուն կար։ Թղթի վրա նրանցից 9-ի ստորագրությունը, բայց Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա էին 8-ը, որոնք հակաեկեղեցական արշավ նախաձեռնած Փաշինյանի հետ նախ աղոթում, ապա քննարկում էին Մայր Աթոռին վերաբերող հարցեր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որ դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով։ Մայր Աթոռի 8 սրբազանների Փաշինյանի հետ հանդիպումը սոցցանցերում քննադատության մեծ ալիք բարձրացրեց։ Բարձրաստիճան հուդաների ժամանակը, ախր դուք ձեր ուխտն եք դրժել, ձեր հայրապետին ու իրական սրբազան եղբայրներին եք ուրացել։ Նիկոլի ձեռքը սեղմելուց հետ չամաչեցիք հենց հիմա ԱԱԾ մեկուսարանում նստած հոգևորականներից։ Կոտրված սրբազանները, որ եկել են Նիկոլի մոտ փրկության, այդպես էլ չհասկացան, որ դրանով ինքնասպանություն գործեցին, որ իրենց կօգտագործեն ու դեն կնետեն ընդդեմ եկեղեցու Նիկոլի նախաձեռնած քայլերում։ Էս պիղծ կազմում Փաշազադեն է պակասում։ Ձեզ ամեն բան կներվեր, բացի Նիկոլի պես արարածի ձեռքը սեղմելուց եւ այդ պիղծ ձեռքին խամաճիկ դառնալուց։ Դա բորոտ է, դրանից չեն բուժվում։ Փաշինյանի հրավերն ընդունած եւ կառավարություն գնացած սրբազաններից մեկն էլ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էր։ Նրանք քննադատում էին Արցախը հանձնողի Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմելու համար։ Ակնհայտ է, որ եպիսկոպոսների վրա ճնշում է գործադրվում, հատկապես, որ նրանց մեջ ակնհայտորեն կան մարդիկ, ովքեր մեղմ ասած սուրբ չեն, բայց այն, ինչ արեց Արցախի թեմի առաջնորդը, գերազանցում է դավաճանությունը։ 2025 թվականի նոյեմբերի 27-ին նա համբուրեց Ալիևի աչը։ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան, հարցրեցիր գոնե ոնց էր համը Արցախի։ Տեր Վրթանես, գնա ապաշխարվիր այս մեղքիդ համար ու հրապարակավ ներողություն խնդրիր բոլոր արցախցիներից։ Նա այսօր խոնարհվել էր իր հայրենիքը Ադրբեջանին վաճառողի առջև եւ սեղմել նրա դավաճան ձեռքը։ Տեսնես ինչի դիմաց է վաճառել հոգին։ Ամոթ, 1000 ամոթ։ Վարչապետի հետ հանդիպմանը ներկա էր նաև տարիներ շարունակ սկանդալների կենտրոնում հայտնված Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Չեմ կասկածում, որ Նիկոլը Կճոյանից հետաքրքրվել է, թե օֆշորային սկանդալը վերջը ինչ ավարտ ունեցավ ու մաքուրով մարդը ինչքան փող մնաց։ Հետաքրքրված կլինի նաև, թե Կճոյանի Բենտլին արդյոք յուղ չի վառում։ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որը տարիներ շարունակ պախարակել է եկեղեցին իր Բենտլիով եւ օֆշորային սկանդալներով, այսօր հանդիպել է Նիկոլ Փաշինյանին։ Սա է ձեր եկեղեցին մաքրելը։ Բենտլին դարձավ եկեղեցուն վարկաբեկող թեմա դեռ տարիներ առաջ, իսկ այսօր Բենտլի վարողը դարձել է հայ առաքելական եկեղեցու չակերտավոր բարեփոխումների մասնակից։ Օ ժամանակներ, օ բարքեր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքեց կաթողիկոսին ուխտը դրժելու մեջ մեղադրող սրբազանների հայտարարությանը, որը հրապարակել էր Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքը։ Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրելով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ եւ պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո
լուսաբանություններ կտրվեն։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվում է ինտիմ բնույթի տեսանյութ, որը Թելեգրամյան իշխանամերձ ալիքներում հրապարակվել էր 1 ամիս առաջ։ Սրբազանը պնդում է այդ տեսագրության բովանդակությունը առնչություն չունի իր հետ։ Մինչդեռ 13 սրբազանների անունից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ քննչական կոմիտեի փորձաքննության արդյունքները հաստատել են Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութի իսկությունը։ Գարեգին II կաթողիկոսը առ ոչինչ է համարել իր իսկ կողմից ստեղծված հանձնախմբի ներկայացված փորձաքննության արդյունքները։ Փաշինյանի եւ 8 սրբազանների հանդիպման հաջորդ օրը, նոյեմբերի 28-ին, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով էր հրավիրվել, քննարկվել էր Փաշինյանի ձեռքը սեղմած սրբազանների հարցը։ Իրավազորնիստը հնարավոր չէր եղել գումարել Փաշինյանի հետ հանդիպած սրբազանների բացակայության պատճառով, այդուհանդերձ ժողովին ներկա անդամները անդրադարձել էին եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը եւ արձանագրել, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Արշակ arczepiskopos Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Ըստ Մայրաթորի, այդ հայտարարության մեջ ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցրած մեղադրանքները բացարձակ անհիմն են եւ շինծու, իսկ սրբազանի անձի թիրախավորումը եւ կանխակալ կարծիքների ձևավորումը անթույլատրելի։ Դատապարտելի եւ անընդունելի համարելով, որ թե գրված սույն կեցվածքը, ժողովականները խիստ հրամայական նկատեցին, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ, իրենց մտահոգություններն արծարծելով եկեղեցու բարձրագույն ժողովրդական մարմիններում եւ չխաթարեն եկեղեցու միաբանությունը։ 8 սրբազանների եւ Փաշինյանի հանդիպմանը նախորդել էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսած եւ թեմակալ առաջնորդների ժողովը։ Եպիսկոպոսած դասը այդ ժողովին դատապարտել էր վերջին շրջանում որոշ հոգևորականների կողմից սուրբ պատարակների ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների չհիշատակելը, ինչը եկեղեցական տեսանկյունից հակականոնական է։ Եվ հիմա Մայրաթորի հայտարարությունից հասկանում ենք, որ կաթողիկոսի անունը միտումնավոր շրջանցող հոգևորականները պետք է զղջան, սրբագրեն իրենց, թե չէ կարգալույց կարվեն։ Նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա եւ չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։ Չնայած Մայրաթորի ձևակերպումները բավական կոշտ եւ զգուշացնող էին, այդուհանդերձ սոցցանցերում քննարկումներից եզրակացնում ենք, որ Մայրաթորից սպասելիքները ավելին էին։ Մայրաթորի հայտարարությունը ինձ չի բավարարում։ Զղջալս որն է, պետք է կարգալույց արվեն ու վերջ։ Եկեղեցին ու հավատը ուրանալը հայրենիքի դավաճանության նման բան է, իսկ այդտեղ գործուն զղջումը չի աշխատում։ Վեհափար հայրապետ, կրոնական պատերազմ է ու լավ կլինի, որ եկեղեցում էլ ռազմական դրություն մտցվի։ Մեկ անգամ դավաճանողը էլի կդավաճանի, անկախ դրդապատճառներից։ Պետք է հեռացնել սեփական ուխտը դավաճանածներին։ Թեև Մայրաթորը չի հստակեցնում, թե որ պատարակներին են որոշ հոգևորականներ խախտել եկեղեցական կանոնները, բայց ակնհայտ է, որ խոսքը վերջին 1 ամսվա ընթացքում Փաշինյանի մասնակցությամբ Արագածոտնի, Վայոց ձորի եւ Արարատի մարզերի եկեղեցիներում մատուցված պատարակներին է վերաբերում, որոնց մի մասն ի դեպ կեղծ էր, քանի որ այդ պատարակները մատուցվում էին կարգալույց եղած քահանաների մասնակցությամբ։ Բայց հստակ է, որ Մայրաթորի զգուշացումը վերաբերում էր նաեւ նոյեմբերի 23-ին Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարակը մատուցած Տեր Երվանդ քահանա Բաբայանին եւ Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Տեր Հովանես քահանա Մաթեւոսյանին, որոնք Փաշինյանի մասնակցությամբ պատարակներին միտումնավոր չէին հիշատակել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի անունը։ Սա այն դեպքում, երբ այդ պատարակներին մասնակցում էին Վայոց ձորի եւ Մասյացոտնի թեմերի առաջնորդները, Աբրահամ եւ Գևորգ սրբազանները, բայց նրանց մասին Մայրաթորի հայտարարությունում առանձին անդրադարձ չկար, կար ընդհանուր հորդոր։ Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների եւ սադրանքների, պահպանեն միաբանության ոգին, հանուն առաքելական մեր Սուրբ եկեղեցու անսասանության եւ առավել զորացման։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պատարակի ժամանակ աչքի էր ընկել վարչապետի նկատմամբ հատուկ վերաբերմունքով։ Նա մոտեցել էր Փաշինյանին, ձեռքով ողջունել նրան։ Այս կադրերից անմիջապես հետո Գևորգ Սրբազանը հայտնվեց քննադատության թիրախում։ Քո նմանի թեմակալության համար էլ ստեղծվեց Մասածոտնյաց թեմը, բայց դու այն փորձում ես դարձնել Հակոտնյաց թեմ։
Տեսնես ոնց են ազդել քո վրա։ Հայաստանի երկու ամենապատվելի սրբազանները մի քանի ամիս է ապօրինի բանտարկված են այսօր։ Իսկ սրբազան համարվող մեկն էլ կա պատարակ է մատուցում իր հոգևոր եղբայրներին քաղաքական նպատակներով եւ իր էժանագին ամբիցիաների համար բանտարկած մարդու եւ մարդկանց խմբակի համար։ Զգացեք տարբերությունը։ Եթե ձեր դեմ կան կոմպրոմատներ եւ դուք չեք կարողանում դրանց հակադարձել տղամարդու նման, լավ է որ թողեք ձեր կարգը եւ արժանապատիվ հեռանաք։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը քննադատվեց նաև այն պատճառով, որ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական եւ հակակաթողիկոսական արշավի այս 6 ամիսների ընթացքում նա իր հրապարակային ելույթներում անընդունելի էր համարել հայ առաքելական եկեղեցու շուրջ Փաշինյանի նախաձեռնած գործընթացները, ընդգծելով անգամ, որ դրանք քաղաքական են։ Այդ գործողությունները իշխանության կողմից ձեռնարկված վեհապարին հեռացնելու հակասահմանադրական են։ Եթե մեկը դարձավ համախոհ եկեղեցու դեմ այս քարոզարշավին, այս հալածանքին, նա ինքնաբերաբար դառնում է ուխտադրուժ։ Դու հայեր չէին, ո՞նց հասկանալ ձեր արածը։ Եկեք, բոլորի սերտակալ եկեք, ձեզի չատաղ։ Ո՞նց է կատաղ դուք ես հրամանը։ Ու տեսեք ուր եք հասցրել հրաման կատարում։ Հենա շատ հեռու չի արատը, ձեր նմանների պես, անտարբերների պես արատը մնացեն կոմարազից։ Հիմա մայրաթորն եք ուզում տակ։ Գնդակը արեք բոլորից, ես առաջինն եմ։ Գևորգ Սրբազանին իրենց պաշտպանության տակ առան իշխող ուժի անդամները։ Զորակցությունս եմ հայտնում Գևորգ եւ Աբրահամ Սրբազաններին եւ Կտրիչ Ներսիսյանի կողմից թիրախավորվող մյուս բոլոր հոգևորականներին։ Զորակցությունս Գևորգ Սրբազանին, ում Կտրիչն ու նրա պաշտպանները թիրախավորել են վարչապետի մասնակցությամբ պատարակ մատուցելու համար։ Իդեպ, եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողովին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի ծառայությունը կասեցնելու հարց չի քննարկվել։ Իշխանական կայքերն էին մի քանի օր առաջ հրապարակել վեհապարին ուղված բարձր դասի 7 հոգևորականների դիմումը, որում նրանք հորդորել էին առժամանակ կասեցնել Արշակ Սրբազանի պաշտոնավարումը եւ ծառայությունը եկեղեցում։ Նրա հարցով Մայր Աթոռում առանձին հանձնաժողով է ստեղծվել, որն էլ կորոշի Սրբազանի ծառայության կասեցման հարցը։ Ու չնայած ամենայն հայոց կաթողիկոսին աջակցող սատարող բազմաթիվ հայտարարություններ կային ու հիմա էլ կան ութ սրբազանների եւ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, այդուհանդերձ սա նշանակում է, որ եկեղեցու դեմ Փաշինյանի գրոհը ավելի է սաստկանում։ Այս դեպքում ինչ անելիք ունի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II։ Հիմնական անելիքը պետք է լինի, որ եկեղեցին որպես կառույց, որպես համազգային արժեք եւ համահայկական արժեք պահպանվի, այսինքն այն նպատակը, որը դրված է բարեազրկել եկեղեցին կամ ընդհանրապես եկեղեցին պառակտել այլ մի քանի եկեղեցու, դա կաթողիկոսը պետք է թույլ չտա բոլոր հնարավոր գործիքներով։ Կարգալույց անելը դա վերջին գործիքն է, որը պետք է անել, իսկ մինչև այդ պետք է հասկանալ, արդյոք բոլոր 8 հոգին նույն պատճառով են հայտնվել Փաշինյանի մոտ։ Արդյոք իրենց մեջ կան մարդիկ, որոնք դժգոհ են կաթողիկոսից եւ արդյոք կան իրենց մարդիկ, որոնք դժգոհ են կաթողիկոսի որոշակի որոշումներից կամ որոշակի անձանցից։ Այդ մարդկանց հետ պետք է խոսալ, պետք է հասկանալ մարդիկ ինչից են նեղված, որ գնացել են Փաշինյանի մոտ։ Պետք է հասկանալ ինչ շանտաժի է ենթարկել Փաշինյանը իրենց եւ միգուցե ինչ կարելի է այստեղ ուղղել, որովհետեւ ես առնվազն ուսումնասիրել եմ մի քանիսին այդ մարդկանցից եւ իրենք բոլորը տարբեր պատճառներով են այնտեղ հայտնվել։ Իհարկե ամենասխալ բանն էր գնալ դիմել այս պատերազմի ժամանակ եկեղեցու դեմ գլխավոր պատերազմողին, բայց այստեղ եւս պետք է հասկանալ, այստեղ այսպես ասենք, կաթողիկոսը ոչ շատ ներողամիտ պետք է լինի, ոչ էլ շատ կոշտ պետք է լինի։ Մեկ շաբաթյա բարձրացված աղմուկից հետո դատավոր Կարեն Ֆարխոյանը հանրային ճնշման ներքո այս շաբաթ վերացրեց 5 ամիս անազատության մեջ գտնվող 39-ամյա Լիդիա Մանթաշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւ որպես խափանման միջոց կիրառեց վարչական հսկողությունը ու 2.5 միլիոն դրամ գրավ կիրառեց։ Խափան միջոց կալանքը նաեւ փոփոխելով դուք անմիջապես ազատ եք արձակում կալանքից այս թողեք ես ասեմ։ Անմիջապես ազատ եք արձակում դատական նիստերի դալիճից, որոշումը ստանալու պես այն կարող է 10
Մանթաշյան անդիմության գնահատմամբ Հայաստանում միակ կին քաղբանտարկյալն էր, որ անցնում է 18 արդարների գործով եւ մեղադրվում է ահաբեկչության փորձի եւ իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ։ Ես միջադեպի եմ մասնակից եղել Վագն Ալեքսանի Մարիկի հետ կապված, ով որ արդեն մահացել է, չեմ ուզում էլ այդ թեման շատ ծավալենք, որովհետեւ վերջերս է մահացել մարդուն նկատմամբ ուղակի հարգանքից դրդված։ Այսինքն դա նկատի ունեք այդ ամենի պատճառով էին ձեզ փորձում բանտարկել։ Դա պատճառներից մեկն է։ Դա պատճառներից մեկն է։ Դե մնացածը այն, որ ես քաղաքական process-ի մեջ եմ։ Նախորդ շաբաթ դատարանը այդ նույն դատավոր Կարեն Ֆարխոյանը 5 ամիս անազատության մեջ գտնվող Լիդիա Մանթաշյանի կալանքի ժամկետը երկարաձգել էր 3 ամսով։ Դա այն դեպքում, երբ այդ նույն օրը դատավորը այդ նույն գործով մի քանի այլ մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոփոխել էր։ Հայաստանում քաղբանտարկյալների հարցը հասել էր նաև խորհրդարան։ Ընդդիմության նախաձեռնությամբ քաղբանտարկյալների թեմայով լսումներ էր հրավիրվել ազգային ժողովում։ Այդ լսումներին սակայն ներկա չէին Փաշինյանի իրավական բլոկի պատասխանատունները, մասնավորապես գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Հրավիրվել էր, բայց չէր ներկայացել, ըստ ընդդիմադիրների հակափաստարկներ չունենալու պատճառով։ Ընդդիմությունից հայտարարեցին, որ Փաշինյանի իշխանությունը Արցախը հանձնելուց հետո հիմա հետևողական պայքար է սկսել ազգային ինստիտուտները կազմաքանդելու եւ ինքնության հիմքերը ոչնչացնելու ուղղությամբ, ինչի համար էլ Հայաստանում բռնաճնշումների մեծ ալիք է սկսվել։ Իրենց այս հակահայ ծրագրերը իրականացնելու համար սկսել են բռնաճնշումների նոր ալիք եւ բոլոր նրանք, ովքեր կանգնած են հայկական պետական շահերի պաշտպանության դերում, հերթով փորձում են կեղծ շինծու մեղադրանքներով կալանավորել եւ մեկուսացնել։ Հայաստանում ընդդիմության հաշվարկով քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 6 տասնյակը։ Ժողովրդավարության հետընթացի պայմաններում իհարկե ահագնացել են քաղաքական ճնշումները եւ այս պարագայում մեր տվյալներով 60-ից ավել իսկ իմ գնահատականներով գրեթե 70 անց ենթարկվում է քրեական հետապնդման, բնականաբար քաղաքական դրդապատճառներով։ Խորհրդարանական այս լսումների ժամանակ կալանավայրում գտնվող քաղբանտարկյալներից մեկն էլ 39-ամյա Լիդիա Մանթաշյանն էր։ Մանթաշյանի եւս 3 ամսով բանտում մնալու դատարանի որոշումը սոցցանցերում քննադատության մեծ ալիք էր առաջացրել։ Լիդիա Մանթաշյանը ԿՊ-ի վրեժ խնդրության զոհն է, քաղաքական բանտարկյալ։ Սա ամոթալի վկայությունն է, որ Հայաստանում քաղաքական ու դատաիրավական համակարգերը սերտաճած են քաղաքականի ընդգծված գերակայությամբ։ Կանանց իրավունքների թեմայով նոր կամ հին սերունդներն ասելիք չունեն, կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպան, հայ կնոջը հարգող ու պատվող հանրույթը։ Լիդիան ավելի ուժեղ տղա է, քան սաղ ԿՊՕ-ների տղամարդիկ, դրանց աջակիցները ու սպասարկող տղամարդ ուժայինները իրար հետ վերցրած։ Նա նստած է ոչ միայն քաղաքական դրդապատճառներով եւ ոչ օրենքը խախտելու համար։ Նա նստած է անձնական վրեժի պատճառով, որը վերածեցին եւ գեղեցիկ փաթեթավորեցին որպես քրեական գործ։ Ի աջակցություն Լիդիա Մանթաշյանի նույնիսկ անժամկետ նստացույց էր սկսվել գլխավոր դատախազության դիմաց։ Հանրությունը լռում է, հատկապես կանանց իրավունքների պաշտպանության գործով զբաղվող կազմակերպությունները, մարդկանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները լուռ են։ Ես հրավիրում եմ բոլորի ուշադրությունը։ Սոցցանցերում բարձրացված աղմուկից հետո, երբ դեռ չկար դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումը, որով նա վերացրեց 5 ամիս անազատության մեջ գտնվող Մանթաշյանի խափանման միջոց կալանքը, վերջինս Աբովյան քրեակատարողական հիմնարկից ուղերձ էր հղել, որում կոչ էր արել չհուսահատվել։ Ցավում եմ ոչ թե առանձնապես իմ դժվարությունների համար, այլ որ մեր պետության իրավական եւ մյուս համակարգերը ջախջախված են։ Սա միայն մեկ բան է մեզ հուշում։ Չի կարելի դադարել խոսել արդարության ու ճշմարտության մասին եւ պետք է շարունակել անտրտունջ պայքարը։ Վստահ եմ, մեր պայքարը հաղթանակով է պսակվելու եւ անկախության սերունդը կառուցելու է մեր երազանքների երկիրը։ Աստծով։ Լիդիա Մանթաշյանի հետ կատարվածը, այն որ մեկ շաբաթվա ընթացքում նրա խափանման միջոցը 2 անգամ փոփոխվեց, դատարանների անկախության վերաբերյալ հարցեր է առաջացնում։ Ով կբացատրի, նախորդ նիստից հետո ինչ հանգամանք էր այսօր փոխվել, որ Լիդիա Մանթաշյանի նախորդ նիստին հնարավոր չէր կալանքից ազատել, իսկ այսօր հնարավոր էր։ Ասեմ ավելին, դատախազը նախորդ նիստին դեմ էր, այս նիստին կողմ, որ այլընտրանքային խափանման միջոց կիրառվի։
Գրեթե մեկ շաբաթ Հայաստանի փրկարար ծառայությունը փորձում էր մարել նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ թթուջուր հատվածում բռնկված հրդեհի օջախները, որոնք տարածվել եւ հասել էին մինչեւ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի անտառներ։ Խոտածածկ եւ բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարվել էին նոյեմբերի 27-ի երեկոյան։ Հայաստանի տարբեր մարզերում հրդեհաշիջման աշխատանքները համակարգելու նպատակով ներքին գործերի նախարարությունում օպերատիվ շտաբ էր ձևավորվել։ Պաշտոնապես դեռ չի հաղորդվում, թե ինչի պատճառով է բռնկվել լայնամասշտաբ այս հրդեհները։ Հարյուրավոր փրկարարների միացել էին նաև կամավորներ, որոնք գիշեր ու ցերեկ ներգրավված էին հրդեհաշիջման աշխատանքներում։ Այս զվարված հսկայական տարածքների մի հատ պստիկ հատված է ընդամենը, այստեղ ժամանակին նայեք, այս են երկայնքով էկոպարեկների խումբը Մենք կողքիդ ոնց կարեցանք օգնեցինք, այս ամեն ինչը կանգնացրեցինք, բայց որ նայում եք, այնտեղ լիքը տեղեր անտառներ ա մտել, այն կողմը առավել եւս ավելի շատ ու լիքը ծառեր ա վնասվել։ Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի էր ունեցել դժբախտ պատահար։ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել էր վթարի, որի հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվեց հրշեջ փրկարար ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Ճամբարակ թթուջուր հատվածից Դիլիջանի խոտածածկ եւ բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները նոյեմբերի 27-ի 18:35-ի դրությամբ մարված էին։ Բայց մինչ կմարվեին լայնամասշտաբ այս հրդեհների բոլոր օջախները, իսկ ներքին գործերի նախարարությունն էլ կվստահեցներ, որ կրակը վերահսկելի է, սոցցանցերում քննադատում էին, որ կառավարությունը չի կարողանում կրակը մարել, այսինքն պետությունը պատրաստ չէ ճգնաժամային իրավիճակներին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում բնական եւ արհեստածին աղետները կանխարգելել, դրանց հետևանքները արագ վերացնել, սակայն Հայաստանի բնակչության մի ստվար զանգված հույս ունի, որ ապիկար իշխանությունը իրենց համար խաղաղություն է ապահովելու։ Այս հրդեհների տարածման մեղավորը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, ոչ գյուղացիների, ոչ էլ թուրքերի վրա մեղքը մի գցեք։ Երբ չկան անհրաժեշտ կազմակերպիչներ, համապատասխան տեխնիկա եւ ավիացիա, շատ բարդ է կանգնեցնել արդեն տարածված հրդեհը։ Բառադիները կամ հանձնում են, կամ վառում էր երկիրը։ Միայն Դիլիջանում հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված էր շուրջ 700 փրկարար ծառայող, ինչպես նաև էկոպարեկներ, ոստիկաններ, բնակիչներ եւ այլ վայրերից ժամանած կամավորներ։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված էր նաև Պաշտպանության նախարարության ուղղաթիռը, որը անդադար թռիչքներ էր կատարում։ Այս հրդեհների ֆոնին Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշել էր Facebook-յան ուղիղ եթերով տեղեկություններ տրամադրել Դիլիջանի անտառներում հրդեհի մասին, բայց քաղաքապետը խախտել էր հրդեհային անվտանգության կանոնները։ Նա տեսանյութում միամտաբար ցույց էր տվել, որ ձեռքին ծխախոտ կա։ Տենց լավ չի, վառի ու գցի խոտի դեռ չվառված մասում։ Դիլիջանի համայնքապետը սիգարետը ձեռքին մեզ պատմում, որ սաղ լավ է, երբ մեմերը իրականություն են դառնում։ Դիլիջանի Արու քաղաքապետը ծխախոտը ձեռքին պայքարում է անտառային հրդեհների դեմ։ Իր հասցեին սոցցանցերում հնչած քննադատություններից հետո Դիլիջանի քաղաքապետը տեսանյութը մոնտաժել, հեռացրել էր այն հատվածը, որում նրա ձեռքին երևում էր ծխախոտը։ Հրդեհների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների տարբեր պարզաբանումներին զուգահեռ սոցցանցերում հիշել էին այս հումորային տեսանյութը։ Всё хорошо. Всё в абсолютной безопасности. Никакой паники нет. Մարզերում հրդեհների ձատ բնապահպանական մի մեծ խնդիր էլ Երևանում էր առաջացել։ Նոյեմբերի 19-ից 25-ը փոշու պարունակությունը գերազանցել էր սահմանված թույլատրելի չափը։ Մայրաքաղաքի օդի աղտոտվածության բարձր ցուցանիշները մտահոգել էր քաղաքացիներին։ Երևանում ապրելը դառել է խիստ վտանգավոր։ Երևանի էկոլոգիական աղետի համար ով է պատասխան տալու աճպարարներ։ Միակ մեղավորն ու պատասխանատուն քաղաքի ոչ կոմպետենտ կառավարիչներն են։
Ձեր սխալների համար բնակչությունը վճարում է առողջությամբ, կյանքի որակով եւ տևողությամբ։ Ու մինչ Երևանում օդի աղտոտվածության համար մեղադրում էին քաղաքապետին, Տիգրան Ավինյանն իր բացատրությունն ուներ։ Օդի աղտոտվածություն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ եւ պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոնով, օդային զանգվածների շրջանառությամբ, չոր անտիցիկլոնային եղանակով եւ գլխավորապես հարավ-արևելքից չոր փոշոտ օդային զանգվածների մուտքով եւ ռելիեֆային պայմաններով։ Դեռ շաբաթվա սկզբին քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ մտահոգված էր մայրաքաղաքում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշով, հայտարարել էր, թե բակերում տերևների եւ աղբի այրումը շատ ավելի վտանգավոր է առողջության համար, քան շինարարական փոշին։ Այդ միած շենքի կառուցումը եւ իր ամբողջ ստեղծած փոշին, այդ ընդամենը մի բակի, այտենց միած լավ կույտի տերևների այրումը, որը շատ ավելի թունավոր է եւ վտանգավոր։ Ավինյանի այս ելույթից հետո շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել, նշելով, որ աշնանը տարածքը մաքրելու համար, երբ բնակիչները այրում են չոր տերևներն ու ընձյուղները, ոչ միայն վտանգավոր քիմիական նյութեր են արտանետվում, հրդեհների բարձր ռիսկ ստեղծում, այլև օդն են աղտոտում եւ մառախուղ առաջացնում։ Տերևների այրումը նույնիսկ փոքր տարածքներում կարող է բարձրացնել օդում վտանգավոր միկրոմասնիկների քանակը։ Դրանք երկար ժամանակ կախված են մնում օդում եւ վատացնում տեսանելիությունը եւ օդի որակը հատկապես բնակելի տարածքներում։ Բայց անգամ նախարարության այս պարզաբանումը բացատրությունը կրքերը չհանդարտեցրեց։ Արա, դուք մտածեք քաղաքի աղտոտվածության մասին, կպել եք տերևներին։ Կլոր տարի քաղաքը ծխի եւ փոշու մեջ է։ Այդ որ վարորդին կամ շինարարական կազմակերպությունն եք տուգանե միջև այսօր։ Միայն տերևներն են պատճառը, իսկ որ առողջ ծառերը կտրում են օրինական ու օրինաչափ է, խեղդվում են մարդիկ։ Տերևներն այրելու պատճառն է նոր, բայց որ Երևանն արդեն վաղուց խեղդվում է փոշու մեջ, դա նոր բան չէ։ Բարձրահարկ նորակառույցներն էլ վկա։ Թե ինչ քայլեր է իրականացնում Երևանի քաղաքապետարանը խնդրի մեղման ուղղությամբ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր հետագայում տեղեկացնել։ Դեռ չի տեղեկացրել։ Փոխարենը կառավարության նոյեմբերի 27-ի նիստում վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ 2 նոր աշխատանքային խումբ պետք է ստեղծվի։ Մեկը Երևանում օդի աղտոտվածության, մյուսը խցանումների խնդիրների լուծման համար։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։